Մի քանի մարզերի տարբեր համայնքներում պետական վերահսկողական ծառայությունը հասել է համայնքային հողերի աճուրդների չեղարկմանը։ Տարեսկզբին ծառայությունում խնդիր էր դրվել բարձր պահանջարկ ունեցող ռիսկային համարվող համայնքներում մոնիտորինգ իրականացնել։ Ազանգերի ստուգման նպատակով սույն թվականի փետրվարին մեր աշխատակիցների կողմից դիտարկվել են համայնքային հողերի աճուրդների մասին հրապարակումները եւ արդյունքում արձանագրել ենք, որ Շիրակի, Լոռու, Կոտայքի եւ Գեղարքունիքի մարզպետների աշխատակազմերի պաշտոնական կայքէջերում բացակայել են տվյալ ամսվա ընթացքում կայանալիք շուրջ 3 տասնյակ լոտերով հողերի աճուրդների մասին հայտարարությունները։ Ծառայությունը ահազանգեր է ստացել է քաղաքացիներից, նրանք դժգոհել են, որ համայնքային հողերի աճուրդների մասին տեղեկությունները ժամանակի եւ պատշաճ հասանելի չեն, եւ իրենք զրկվում են աճուրդով հող ձեռք բերելու հնարավորությունից։ Մինչդեռ օրենքով սահմանված է, որ աճուրդի անցկացումից 1 ամիս առաջ մամուլով, զանգվածային լրատվության այլ միջոցներով, հրապարակային ծանուցումների ազդարարեիմ, մարզպետարանների պաշտոնական կայքէջերում հրապարակվում են աճուրդների մասին տեղեկությունները։ Քանի որ տվյալ դեպքում խախտվել էին հողային օրենսգրքի պահանջները եւ ըստ էության չէր ապահովել պատշաճ իրազեկում, ինչի պայմաններում աճուրդների իրականացումն իրավաչափ չէ, տարածքային կառավարման եւ ենթակառուցվածքների նախարարությանն առաջարկել ենք տվյալ աճուրդների կազմակերպիչների հետ քննարկել դրանց իրականացումից հրաժարվելու հարցը, իսկ մարզպետների աշխատակազմերի եւ համայնքների ղեկավարների հետ տանել համապատասխան աշխատանքներ հետագայում նմանատիպ դեպքերը բացառելու նպատակով։ Արդյունքում Կոտայքի մարզի Ակունք, Գառնի, Գեղարքունիքի մարզի Սևան եւ Շիրակի մարզի Ամասիա համայնքների կողմից նշածս խնդրահարույց աճուրդները չեղարկվել են։ Իսկ աճուրդի կազմակերպման ոչ իրավաչափ լինելու մասին զգուշացումից հետո Լոռու մարզի Ալավերդի համայնքի կողմից այն անցկացնելու պատճառով նախարարությանն առաջարկվել է հետևողական միջոցներ ձեռնարկել հանգամանքների եւ պատասխանատու անձանց շրջանակը պարզելու ուղղությամբ։ Հարցին մարտի 13-ի կառավարության նիստում անդրադարձել էր վարչապետ Փաշինյանը, նշելով, որ ահազանգ է ստացել, որ աճուրդում 1 քառակուսի մետրը 100 դրամով ձեռք բերված հողը վաճառվում է $500։ Գլխավոր դատախազն էլ ընդգծել էր, որ կան ձևական աճուրդներին վերաբերող բավականին շատ հայցեր։ Ոնց կարա Հայաստանի Հանրապետությունում 100 դրամով հող վաճառվի։ Եթե 100 դրամով հող է վաճառվում, փակեք այդ, արգելեք։ Ոստիկանությունն, ազգային անվտանգության ծառայությունն, պետական վերահսկողական ծառայությունն, չգիտեմ, մամուլով, սոցիալական ցանցերով, արգելեք։ Հիմա հրապարակային ասում եմ։ Եթե չկանգնացնեին համայնքները, չգիտեմ ոնց կհնչի, այդ համայնքների հետևից ենք ընկնելու, գնալու ենք, տենանք այդ ինչա կատարվում։ Եվ այս հարցը շատ հրատապ է։ Վարչապետը նաև մարզպետերին հանձնարարեց դիտարկել ընթացքում գտնվող բոլոր աճուրդները, կասեցնել դրանք մինչև հարցի վերաբերյալ նախնական եզրահանգումը։ Այն դեպքում, երբ հենց հողային օրենսգրքով եւ տարածքային կառավարման մասին օրենքով մարզում համայնքներում համայնքի ղեկավարին վերապահված լիազորությունների շրջանակներում համայնքների հողային քաղաքականության ուղիղ վերահսկողությունը դրված է մարզպետերի աշխատակազմի վրա եւ մարզպետերի ինստիտուտները այդտեղ ուղիղ լիազորություն ունեն ներգործելու հողային քաղաքականության, այդ թվում նաեւ գնային քաղաքականության գնագոյացման։ Նկատի ունենալով, որ աճուրդի կազմակերպման իրազեկման կարգի խախտումներ կարող են տեղի ունեցած լինել նաև այլ դեպքերում, խնդիրների մասին կառավարության նիստում վարչապետի դիտարկումները ծառայությունում նախաձեռնվել է մշտադիտարկում 2022-ից 24-ին աճուրդների վերահսկողության, դրանց համապատասխանությունը իրավակարգավորումներին պարզելու, հնարավոր խախտումները բացահայտելու, կանխարգելիչ միջոցներ ձեռնարկելու նպատակով։ Արձանագրվել են դեպքեր, երբ հողամասը վաճառվել է մեկնարկային արժեքով եւ կարճ ժամանակ անց, ընդամենը մի քանի օր անց նշված հողամասը օտարվել է մի քանի անգամ, մինչև տասնյակ անգամ ավել արժեքով, ինչը իր մեջ պարունակում է բավականին մեծ ռիսկեր, քանի որ նշված գումարները կարող էին մուտքագրվել համայնքային բյուջե։ Արձանագրվել են դեպքեր, երբ օրինակ հողամասը վաճառվել է 20 միլիոն դրամով, սակայն ընդամենը 10 օր անց նշված գույքը վաճառվել է կրկնակի անգամ ավել 40 միլիոն դրամով, վերավաճառվել է այլ անձի։ Պարզվել է նաև, որ հողամասերի մեկնարկային արժեքով օտարելուց հետո գնորդը այն գրավադրել է առևտրային բանկերում եւ ֆինանսական կազմակերպություններում։ Անկախ ընկերությունը հողամասը գնահատել է մի քանի անգամ բարձր գնով, քան ձեռք է բերվել համայնքից։ Այս դեպքում էլ կան ռիսկեր, որ պատշաճ իրազեկում չի կազմակերպվել։ Այս պահին վարչությունը 15 համայնքներում է իրականացնում մշտադիտարկում։ Ըստ էության շատ կարճ ժամկետում դիտարկելու ենք մոտավորապես 2000-ից ավել հողամասերի վերաբերյալ աճուրդներ։ Պետական վերահսկողական ծառայությունն առաջիկայում կամփոփի վերջին 3 տարում հողային աճուրդների միտումների, միջին գների եւ շուկայական գների միջև հարաբերության մասին տեղեկատվությունը։ Մայա Խաչատրյան, Մհեր Կիրակոսյան, լուրեր։